ում է փորձել կաշառքի դիմաց փրկել դատավոր Արտուշ Գաբրելյանը։ Արմրու լրատվականին աղմկահարույց այս դեպքից ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն դատավորը փորձել է պատժից ազատել խոշոր խմբականակի հերոին տեսակի թմրամիջոց Հայաստան բերած եւ շրջանառության մեջ դրած պարագլուխներից մեկին։ Իսկ հիմա ամեն ինչի մասին ամենասկզբից։ Խառնաշփոթ Շենգավիթի դատարանում։ Ապրիլի 29-ին ընդհանուր իրավասության քրեական դատանի Շենգավիթի նստավայրում խառնաշփոթ էր։ Արտուշ Գաբրելյանի դատական նիստը ընդմիջվում է, քանի որ դատանի շենք են մտել հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները, օպերատիվ տվյալներ կան, ու սկսվում է իրարանցում, խուզարկություն։ Ու միշտ դատարանում իրարանցում էր ու բոլորը ահազանգում էին, թե ինչ է կատարվում դատավոր Արտուշ Գաբրելյանի շուրջ, աղմուկը կոտրեց հակակոռուպցիոն կոմիտեն, պաշտոնապես հայտարարելով հակակոռուպցիոն կոմիտեի կաշառք տալու, ստանալու եւ կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 29-ին Երևան քաղաքի առաջին այցանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում Հայաստանի Հանրապետության դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել է ապացուցողական գործողություն քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Ապրիլի 30-ի առավոտյան ժամը 9:30 Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շտապում է բարձրագույն դատական խորհրդի շենք եւ միջնորդություններ ներկայացնում դատավոր Արտուշ Գաբրելյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու ու նրան կալանավորելու մասով։ Ու միջ ԲԴԽ-ում քննվում էր Արտուշ Գաբրելյանը ԲԴԽ շենքի բակում տապալելուց էր խոսում ու պնդում ամեն ինչ դեռ արժևում է։ Ինքն է բոլորին տապալել եւ իրեն տապալող չկա։ Ես մենակ քեզ եմ ճանաչում, եղավ վերջ, չխոսացեք։ Պարոն Գաբրելյան, ձեզ ամեն դեպքում չեն տապալել, չէ՞ գետին, որևէ նման գործընթաց չի։ Գլուխները պատովը կտան ինձ տապալող։ Այդպիսի հրապարակումներ եղան, փորձում ենք հասկանալ։ Գլուխները պատով են տվել, որ հրապարակել։ Հիմա կարա տապալի գետի, ես եմ սախյանում բոլորին տապալել։ Ու մինչ Արտուշ Գաբրելյանը տապալումից է խոսում, որոշումը հայտնի դարձավ։ Արդյունքում բարձրագույն դատական խորհուրդը բավարարում է գլխավոր դատախազության միջնորդությունները եւ դատավոր Արտուշ Գաբրելյանի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվում։ Նա կալանավորվեց։ Այժմ Վարդաշենի բանտում է։ Այս քրեական վարույթով կալանքի տակ են եւս երկու անձ, որոնցից մեկը դատավոր Արտուշ Գաբրելյանի ընկերն է, այսպես ասած, կաշառքի գործով օժանդակողը, իսկ ահա մյուս անձը կաշառք տվողն է։ Պարզ է մեկ բան, ըստ նախաքննական մարմնի կաշառք ուզելու եւ ստանալու դեպք է։ Իսկ ինչի դիմաց։ Հարց, որը մինչ օրս տանջում է բոլորին։ Ինչի համար է ըստ նախնական վարկածի դատավորը կաշառք ուզել։ Իր քրեական վարույթով անցնող որ մեղադրյալին է փորձել փրկել։ Եվ այսպես, Արմրու լրատվականին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն դատավոր Արտուշ Գաբրելյանի վարույթում դեռևս 2011 թվականից մեկ քրեական գործ է քննվել, որը վերաբերել է խոշոր խմբականակի հերոին տեսակի թմրամիջոց Հայաստան տեղափոխելու եւ Երևան քաղաքում խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը։ Մասնավորապես 2009 թվականի հոկտեմբեր ամսից մինչև 2011 թվականի հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում կատարվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառություն։ Երևան քաղաքի բնակիչ Զորաբ Եզգատյանը դեռևս 1999 թվականից ծանոթացել եւ ճանաչել է Լիբանանի Հանրապետության Բեյրութ քաղաքում բնակվող ազգությամբ հայ Woman Արփիկին։ Նույն ժամանակվանից Զորաբ Եզգատյանը ճանաչվել է նաեւ Երևան քաղաքի բնակիչ Մարատ Գրիգորյանին։ Այդ ընթացքում մոտ 10 տարի Զորաբ Եզգատյանը բնակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղից վերադարձել է 2008 թվականին։ Տևական ժամանակ Ամերիկայում է բնակվել նաև Մարատ Գրիգորյանը, որի հետ Զորաբը գտնվել է մտերիմ ընկերական փոխհարաբերությունների մեջ։ Մարատ Գրիգորյանը շուրջ 30 տարի օգտագործել է թմրամիջոցներ եւ Հայաստան վերադառնալուց հետո 2008 թվականի վերջերին Զորաբին խնդրել է, որպեսզի վերջինս օգտագործելով շրջապատը եւ կապերը իր համար որևէ տեղից թմրամիջոցի քանակություն հայթայթի։ Զորաբ Եզգատյանը ընդառաջելով
թմրամիջոցից կախման մեջ գտնվող ընկերոջ բազմաթիվ խնդրանքներին 2009 թվականի սեպտեմբեր ամսին չպարզված հանգամանքներում Բեյրութում բնակվող իր ծանոթ ազգությամբ հայ Ոմն Արփիկից հարցուփորձ է արել թմրամիջոցի հետ առնչվելու այդպիսիք ձեռք բերելու հանգամանքների վերաբերյալ։ 2009 թվականի հոկտեմբերի վերջերին Արփիկը Բեյրութում բնակվող անձը չպարզված Ոմն հովիկի հետ միասին եկել են Երևան եւ պայմանավորվելով 1 գրամի դիմաց ստանալ 25 ԱՄՆ, ապարքով գումարը թմրամիջոցը իրացնելու հետ ստանալու պայմանով Զուրաբ Եզգատյանը Երևան քաղաքի Նոր Արեշ 48 փողոցի 36 տանը նրան է տվել մոտ 1 կիլոգրամ երշիկի տեսքով փաթեթավորված հերոին տեսակի թմրամիջոց։ Նշված թմրամիջոցը Զուրաբ Եզգատյանը իրացրել է Մարատ Գրիգորյանին դրա 1 գրամը 40 ԱՄՆ գումարը հետագայում ստանալու պայմանով։ Վերջինս խոստացել է կարճ ժամանակում Զուրաբ Եզգատյանին վճարել թմրամիջոցի ողջ գումարը, սակայն տևական ժամանակ 2009 թվականի հոկտեմբերից մինչև 10 թվականի ապրիլ ամիսը դրա մի մասը մոտ 250 գրամը գործածել է անձամբ։ Թմրամիջոցի մնացած քանակությունից մաս տարբեր օրերի յուրաքանչյուր անգամ 1-3 գրամ չափաբաժիններով դրա 1 գրամը 35000 ՀՀ դրամով իր բնակության վայրում Երևանի Տիգրան մեծ փողոցում գտնվող Star սուպերմարկետի մոտակայքում իրացրել է Երևանի քաղաքի բնակիչներին։ Թմրամիջոցը ձեռք բերելուց մոտ 5 ամիս անց Մարատ Գրիգորյանի կողմից դրա դիմաց խոստացված վճարումը չկատարելուց հետո Զուրաբ Եզգատյանը ետ է պահանջել եւ չպարզված հանգամանքներում նույն Արփիկին վերադարձել մնացած մոտ 500 գրամ հերոինի քանակությունը։ Եվ ահա 2011 թվականից մինչ օրս այս գործը դատարանում է, դեռ քննվում է։ Ասել է թե 14 տարի է ինչ գործը քննվում է եւ մեզ հասած տեղեկությունների նախնական վարկածի դատավոր Արտուշ Գաբրելյանը ձգձգել է գործը այնքան, որ լրանա 15 տարին, որ վաղեմության ժամկետի հիմքով այս գործով անցնող հերոինի պարագլուխներից մեկին ազատի պատժից։ Ըստ նախնական վարկածի պարագլուխներից մեկը Զուրաբ Եզգատյանն է, որը կրկին ըստ նախնական վարկածի մեղադրյալներից մեկն է։ Մեզ հասած նախնական տեղեկությունների համաձայն նախաքննական մարմնում արկա հեռախոսային խոսակցություններից մեկով գործով անցնող անձիկ պայմանավորվածություն են ձեռք բերել $10,000 կաշառքի շուրջ, սակայն այլ գումարների պահանջի մասին խոսակցություններ եւս կան։ Հետաքննությունը շարունակվում է։ Ասել է թե աղմկահարույց, ասել է թե խոշոր խմբականակի հերոինի գործով անցնող անձանցից մեկին են փորձել փրկել վաղեմության ժամկետի հիմքով նրան պատասխանատվությունից ազատել։ Հետաքննությունը շարունակվում է։